Տեր-Վրդանես Քահանա Բաղալյանը այժմ Վաղաշապատի Մաստեր Մեդ բժշկական կենտրոնում է։ Շնորհակալություն արհեստավարժ բժիշկներին, որ Տեր հոր կյանքը իսկապես փրկեցին, որովհետև Տեր հայրը կաթված էր ստացել եւ հիմա ստենտավորում են սիրտը։ Վիճակը կայուն է եւ հուսանք, որ պիտի անպայման շուտապույտ ապաքինվի։ Իմ խնդրանքն է մեր բոլոր հավատացյալներին, որ իրենց աղոթներում հիշեն Տեր-Վրդանեսին եւ մեր բոլոր հոգեվորականներին եւ աղոթեն հայոց եկեղեցու անսասանության համար։ Հիմա ծանր ժամանակ ենք ապրում, հոգեվոր պատերազմ է եւ այս պատերազմում շատ կարեւոր է նաեւ հոգեվոր զենքերով զինված լինելը։ Եվ հուսանք, որ իսկապես մեր սիրելի Տեր հայրը կապաքինվի եւ կշարունակի իր հովական գործունեությունը։ Այսօր ճշտով հարց այս բանի շարունակում է ստենդավորումը վիրահատություն, թե արդեն ավարտվել է։ Արդեն ավարտվել է։ Մեզ տեղեկացրեցին, որ արդեն ավարտվել է, սպասում ենք լավ լուրի բժշկից եւ կյանքին վտանգ չի սպառնում Փառք Տիրոջ եւ հուսանք, որ իսկապես լավ լուր պիտի լինի եւ շնորհակալություն այն բոլոր մարդկանց, որ կարողացել են արագ ուղղակի հասցնել եւ Տեր հոր կյանքը փրկել։ Որևէ կանգատներ ունեցել է Տեր հայրը կամ առասարակ։ Անկեղծ ասած, քանի որ Տեր Վրդանեսին արդեն 30 տարի եմ ճանաչում, դասընկերն է եղել, միասին ենք ուսանել, բայց Տեր Վրդանեսի բնավորությունը ճանաչելով, առույգ, աշխույժ, միշտ սպորտով զբաղվելով, այսօր առավոտյան միասին ենք եղել որոշակի ընթացքում, երբեք չեմ լսել, որ գանգատվի սրտից, բայց գիտեք, իրավիճակը շատ զգացական է, ծանր է եւ ամեն մարդ յուրովի է տանում այս փորձությունը։ Սիրտն էլ մի օրգան է, որ երբեմն չի դիմանում։ Հուսանք, որ իսկապես այս ծանր օրերը արագ կանցնեն եւ մենք կկանգնենք Սուրբ Խորանի առաջ եւ կրկին ու կրկին փառք կտանք Աստծուն մեր եկեղեցու անսասանության համար։